Առաջինը չէ, երկրորդը չէ, երրորդը չէ, չորրորդ։ Չորրորդ իշխանությունն է մեդիան։ Կայքերը, հեռուստառադիոալիքները, որոնք ամեն օրը մի քանի ժամ մեր կյանքի եւ առօրյայի մի մասն են։ Շատ տներում հեռուստացույցներն ընտանիքի անդամի պես են։ Իսկ էթիկական կամ օրենսդրական ինչ նորմերով են կարգավորվում լրատվամիջոցների աշխատանքները։ Մեր հանձնաժողովը հեռուստատեսության եւ ռադիոյի ինքը կարգավորում է տեսահոլովակական մեդիայի շատ փոքր սպեկտրը, այսինքն միայն այն ընկերություններին, որոնք լիցենզավորված են, ամեն օր նրանք կարող են խախտել էթիկայի կանոնները, հա, ամեն օր մենք կարող է դա նկատենք, ամեն օր այդ մարմինները ասեն, որ էթիկայի խախտումները կա, բայց որևէ հետևանք իրավական դրանից չի հետևում։ Այսինքն լրատվամիջոցների մեծ մասը նրանց գործունեությունը կամ օրենքով է կարգավորում, կամ էլ չի կարգավորում ընդհանրապես էթիկական սկզբունքներով։ Չեմ էլ սպասում, որ աշխարհում տես բան էլ չկա, որ 100%-ը կամ չգիտեմ 90% լրատվամիջոցների ունենան վարքականon եւ դրան հետևեն։ Մեր կարծիքով, մեր գնահատականներով, մեր ուսումնասիրություններով լրատվամիջոցների զգալի մասը, չի ասի մեծամասնությունը, հա, բայց ինքը զբաղվում է լոկ ռոպագանդայով եւ քաղաքական պատվերներ կատարելով։ Հայոց մամուլը այսպիսի բան ունի, ով է իրենց կերակրողը։ Նրա կարծիքն է այստեղ կարևոր։ Այն ժամանակ լրագրությունը ավելի պատասխանատու էր եւ ավելի պրոֆեսիոնալ, բայց ես դա չեմ կապում լրագրողների որակի հետ, ես կապում եմ դա այն տեխնիկական, լրջագույն տեղեկատվական հեղափոխության հետ, որը փոխեց եւ լրագրության դերը, եւ լրագրողի աշխատանքի չափորոշիչները։ Լրատվամիջոցների մոտ պետք է լինեն ինքնակարգավորման մեխանիզմներ, եթե նրանք ուզում են որակյալ լինել։ Այսինքն ոչ միայն իմ վարքականոնը, այլև ես պետք է միանամ ինչ որ իմ գործընկերների հետ միասին, միանամ ինչ որ մի ընդհանուր վարքականոնի։ Հայաստանում մեր մի շարք փորձերը ձախողվեցին։ Ստեղծել այդպիսի մարմին, ստեղծվեց դիտորդ մարմին, բայց այդ մարմինը հասարակական այսպես ճանաչողություն չունեցավ երբեք։ Կայացման համար բավականին երկար ճանապարհ է պետք եւ օրենքի խստացում։ Այլ բան է, որ ցավոք ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը քաղաքական լայն առումով հասարակությունը մեծ ջանքեր չեն գործադրում, որ մենք այդ ճանապարհը մի քիչ ավելի արագ անցնենք։ Սոցիալական մեդիայի ազդեցությունը փոխել է լրագրության իմաստը եւ կա երկու ճանապարհ՝ կամ նմանվել սոցիալական մեդիային իր բառապաշարով, իր կոնտենտով, իր ոչ այնքան բարձր էթիկական նորմերով, կամ գնալ ուրույն ճանապարհով, որը ավելի դժվար է, ավելի քիչ դիտումներ, ավելի քիչ լայքեր եւ սրտիկներ կբերի, բայց դա կլինի լրագրություն։ Երբ որ մենք ասում ենք, մենք Շվեդիայի կամ Դանիայի հետ նույն շարքում ենք, մամուլի ազատության ինդեքսում նրանք 20-ն են, մենք 34-ն ենք, մոտիկ ենք, մենք հաշվի չենք առնում, այ հենց այդ Շվեյցարիայում, Դանիայում, Նորվեգիայում կամ Ֆինլանդիայում այդ քաղաքացիական հասարակության այդ զարգացվածությունը, այն Եվրոպան, որը ավանդույթներ ունի ազատ խոսքի, մամուլի ազատության, ինքը հարյուրներով փակում է այն լրատվամիջոցները, այն հարթակները, նաև համացանցում, որոնք պատերազմ են հրահարում, որոնք ռոպագանդայում զբաղվում եւ այլն։ Իդեալականը համարում Ավստրալիա, որը ունի այո շատ ուժեղ ինքնակարգավորման մարմին, մամուլի հետ կապված խնդիրներ լուծվում են կարգավորող մարմնի կողմից։ Ուժ ունեն պետական իշխանությունների մոտ։ Այսինքն մի մեխանիզմ է ստեղծվել, որ եւ վստահությունը, եւ ֆունկցիոնալ լիազորությունները գտնվում են դրանով դա հարգում է պետությունը։ Պետք է հիմնովին փոփոխվի ԶԼՄ-ների մասն օրենքը, որը գործում է 2004 թվականից, բայց արդեն ժամանակակից չէ, բազմաթիվ մեխանիզմներ, որոնք պահանջում են այսօր այդ օրենքով չի սահմանվում։ ԶԼՄ-ների մասին նոր օրենքի նախագծում արդեն կա այնպիսի կարգավորում, որ բոլոր լրատվամիջոցները պարտավոր են այդպիսի կարգավորումներ ունենալ, այնպես ինչպես տեսահոլովակական մեդիա մասին օրենքում։ Իսկ եթե ասենք Google կայքը չունի, ընդհանրապես թղթի վրա էլ չունի այդ վարքականը, ինչ են անել։ Մենք ինչպես յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր երկրի խմբագրություններ, լրագրողներ հատկապես չեն սիրում պետական մարմինների, այսպես ասած կոպիտ քիթ խոթելը։ Կարևորը նշաձող դնելը։ Ցավոք սրտի այդպիսի բան օրենքով դժվար է պարտադրել։ Ինստիտուտները, որոնք
առաքելություն ունեն Հայաստանում, հա, հետևել խոսքի ազատության պահպանմանը, երաշխավորել բազմակարծությունը, կամաց հասարակության կողմից պետք է այնքան վստահություն ձեռք բերեն, որպեսզի հասարակությունը քաղաքական ուժերը առաջինը փորձ չանեն միջամտելու, հա, իրենց գործունեությանը, երկրորդը այդ հաստատություններում աշխատեն այնպիսի մարդիկ, անձինք, հասարակության կողմից հարգված, որոնց վրա ազդելը շատ դժվար կլինի։ Փոփոխվող ու զարգացող աշխարհում էթիկական նորմերը հստակ են։ Հստակ է նաև, որ լրատվամիջոցների զարգացման եւ անկախ գործունեության փորձված ու ամենահարմար տարբերակը ինքնակարգավորումն է, այսինքն երբ լրագրողներն ու լրատվամիջոցները ստեղծում են մի կառույց, ղեկավարում դա եւ իրենք հետևում սեփական բովանդակությանը։ Պետք է ունենալ էթիկական նորմեր եւ պահպանել դրանք, սահմանել թե ինչն է էթիկապես ճիշտ եւ ինչն է էթիկապես սխալ։ Օրինակ, եթե միտքը կոնտեքստից դուրս այլ իմաստ է արտահայտում, պետք չէ այն օգտագործել կոնտեքստից դուրս կամ մի թեմա լուսաբանելիս պետք է լսել հնարավորինս շատ կողմերի։ Սիմոն Հովանեսյան, Գևորգ Սիանոսյան, Մկրտիչ Խաչատրյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։